Ու երբ որ օրինակ հարց է հնչում, որ դու կարող ես դա ասել, դու կարող ես այդ կարծիքը հայտնել, երեխան կարող ասի՝ «Ոյ, ինչ եք ասում, գիտեք ոնց կնեղանա»։ Ու օրինակ հասկանում ես, որ լինում են դեպքեր, որ ցանկացած հնչեցված կարծիքից հետո դու կարող ես հանդիպել 1 ամսվա լռության, որ պապան հանկարծ որոշեց, որ պիտի նեղանա, որովհետև դու հիմա համարձակվել ես իր կարծիքին դեմ մի հատ բան ասես։ Ու երբեմն դա կարող լինի եւ երեխան, եւ կինը, եւ ծնողը մենակ այդ լռությանը նորից չհանդիպելու համար պատրաստ է անընդհատ կուլ տալ, պատրաստ է խաղալ, ու ստացվում է, որ հետո այդ մարդը կարա գա ու ասի, իրանք բոլորը կեղծավոր են, բոլորը խաբում են, ստում են, արդարություն չկա, ճշմարտություն չկա, սաղ սուտ են, սաղ սուտ են, բայց եթե մի պահ հասկանում ես, որ իսկ ինչ է լինում հարաբերությունների մեջ, երբ որ իրեն չեն ստում։ Ինչ է լինում, երբ իրեն չեն ստում։ Ինքը պատրաստ չի լսելու ճշմարտությունը։ Ինքը դրանից հետո նեղանում է, հիստերիկա է անում, բոլորին ասում է, որ դուք երախտամոռ եք, դուք էգոիստ եք, անշնորհակալ զավակներ եք եւ այլն եւ այլն, ու ստիպված բոլորը սկսում են իրեն խաբել։ Անկամ այդպիսի կոլեկտիվներ կան, հա, որ մարդը կարա գա, բողոքի, ասի, որ ինձ խաբում են, իմ հետ անկեղծ չեն, կեղծավոր են բոլորը, իսկ ուղղակի գուցե պետքա դուք ձեզ հարց տաք, իսկ ինչու են ինձ խաբում, իսկ գուցե ես եմ դրդում, որ մարդիկ ինձ անդադ խաբեն, իսկ գուցե ես երբ որ լսում եմ ճշմարտությունը, այդտեղ իմ վարքը այնպեսին է լինում, որ մարդիկ պատրաստ չեն հանդիպելու այդ վարքին։ Տենց շատ է լինում, ծնողն է ասում, որ երեխաս ինձ խաբում է, գործատուն կարա ասի աշխատողներս ինձ խաբում են, բայց եկեք, եթե այս պահին, չգիտեմ, մեկը ինձ լսողներից հասկանում է, որ ինքն էլ է զգում խաբված իրեն, մի պահ եկեք մի հատ ձեր մեջ փնտրեք պատճառը, հա, ինչ է լինում հարաբերությունների մեջ, երբ ձեզ ճիշտն են ասում, երբ ձեզ չեն խաբում, ինչ եք դուք, ինչպիսին է լինում ձեր արձագանքը ճշմարտության դեպքում։ Այ գուցե այդ հարցի պատասխանը այսպես շղթայապես կբացի, թե ինչի են բոլորը ստիպված միշտ ձեզ խաբում։